Նորաբաց կինոյի և թատրոնի կենտրոնում, որը կրելու է Հենրիկ Մալյանի անունը, կայացավ սցենարիստ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանի մեղադրվում է ինքնասպանության մեջ փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Պարզվում է, որ Հայաստանի նախկին ղեկավարները իրենց բոլոր թերություններով հանդերձ երկրի համար ահագին բան են արել։ Իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի ղեկավարների մասին ֆիլմաշարի գաղափարագիր Ռուբեն Գևորգյանցը։ Ֆիլմը Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի դարաշրջանի քաղաքական մթնոլորտի ու մարդկային ճակատագրի պատմություն է։ Ֆիլմում չկա եւ ոչ մի հեղինակային խոսում են միմիայն փաստագրական նյութերը։ Աղասի Խանջյանի քրոջ աղջկա Նատալիա Գանչար Խանջյանի տեսանկյունով այս ֆիլմը ոչ միայն բացում է պատմության կեղծած էջերի իրական պատմությունը, այլ նաև փորձում է հուշել, որ մեր այսօրյա իրականության մեջ իրավունք չունենք մոռանալ ու անտեսել մեր պատմական ցավալի փորձը։ Собственно, погиб человек, может быть, в романтическом стремлении решать самые важные проблемы своего народа. Ոմանք կինոդիտումից հետո հեղինակին հորդորում էին ֆիլմից հանել Խանջյանի արարքը պախարակող հայ մտավորականների կոչնամակը ընկեր Ստալինին։ Այնքան ամոթ է, որ պետք է դա չհանրայնացվի։ Ամեն ճշմարտություն չի, որ ներկայացում է հայրությանը։ Չէ, պատմությունը չես կեղծում դրանով։ Պարզապես պատմության մի կեղտոտ, մի րոպե, պատմության մի կեղտոտ է, շատ վատ է, չի հանրայնացվում։ Ռուզան Մկրտչյան, Սարգիս Համբարձումյան, IPV